Հայաստանի հանքագործների և մետաղագործների միության ղեկավար Վարդան Ջհանյանը հայտարարել է, որ հանքարդյունաբերությունը Հայաստանի տնտեսության ողնաշարն է, իսկ վերականգնվող էներգետիկայի հետ համատեղ ապագայի համաշխարհային տնտեսության հիմքը։ Հայաստանում արդյունահանվող 3 հիմնական մետաղները՝ պղինձը, մոլիբդենը և ոսկին, նրանց պահանջարկը միայն աճելու է և դրանց նշանակությունը համաշխարհային շուկաներում։ Ըստ բոլոր կանխատեսումների, պղնձի նշանակությունը ավելի մեծ է դառնալու, քան նավթի նշանակությունը։ Այսինքն կատարվելու է կարևորագույն անցում նավթի դարաշրջանից տնտեսական իմաստով դեպի պղնձի դարաշրջան։ Ջհանյանի խոսքով այս մետաղների շնորհիվ Հայաստանը կարող է 5-ից 6 տարվա ընթացքում ապահովել ավելի քան 3 միլիարդ դոլարի արտահանում։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է ոլորտի ռազմավարական նշանակությանը, շեշտելով, որ տարածաշրջանում խաղաղության հաստատումը և տրանսպորտային ուղիների ապաշրջափակումը նոր հնարավորություններ կբացեն հանքարդյունաբերության համար։ Բայց մենք ի վերջո պետք է մտածենք, թե ինչ կարող ենք անել, որպեսզի Հայաստանում արդյունավետ պղնձաձուլարան ունենալու պայմանավորվածությունը իրականություն դառնա, բայց նույնիսկ սա շղթայի ավարտը չէ, որովհետև եթե մենք արդեն ձուլակտորներ կամ մետաղ ենք ստանում, պետք է մտածել այդ շղթայի հետագա երկարացման համար, որպեսզի պղնձի արտադրանքը կամ այն արտադրանքները, որի մեջ պղնձը լայնորեն օգտագործվում է, Հայաստանում այդպիսի արդյունաբերական պլատֆորմներ և ներդրումներ նույնպես լինեն, նույնը վերաբերում է ոսկուն, և սա էլ մի խնդիր է, որը չափազանց կարևոր է։ Վարչապետը նաև կարևորել է երկրաբանական հետախուզության նոր փուլի անհրաժեշտությունը, նշելով, որ առկա գիտելիքները հիմնված են խորհրդային շրջանի տվյալների վրա։ Ժամանակակից տեխնոլոգիաները թույլ կտան իրականացնել ավելի արդյունավետ հետազոտություններ, այդ թվում հազվագյուտ մետաղների հանքավայրեր հայտնաբերելու գործում։ Անդրադառնալով ոլորտի խնդիրներին, Փաշինյանը զարմանքով նշել է, որ քարերի երկիր Հայաստանում շինարարության ակտիվացման ֆոնին առաջացել է քարի պակաս և երբեմն անհրաժեշտ է լինում քար ներմուծել։ Խնդրի պատճառներից նա առանձնացրել է թափանցիկության և ոլորտում գիտելիքի մեջ ներդրումների բացակայությունը։ Ըստ Փաշինյանի, մեկ այլ կարևոր խնդիր է հայկական տուֆի նկատմամբ պատշաճ հարգանքի բացակայությունը։ Տուֆի արձան կամ մոնումենտ չունենք նույնիսկ և որոշեցինք, որ անպայման առաջիկայում արդիկ համայնքի հետ մենք այս բացը կլրացնենք։ Վարչապետը մտահոգություն է հայտնել շինարարական ավազի արդյունահանման ոլորտում առկա հսկայական ստվերային տնտեսության և Արաքսգետից ավազի արդյունահանման հետևանքով երկրի տարածքի կրճատման կապակցությամբ, ինչը որակել է ազգային անվտանգության խնդիր։ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը և փոխնախարար Ասատուր Վարդանյանը ներկայացրել են 2023 թվականին հաստատված հանքարդյունաբերության զարգացման ռազմավարությունը, որի նպատակն է ապահովել ոլորտի երկարաժամկետ և կայուն զարգացումը, ամբողջական թվայնացում մինչև 2027 թվականը, ինչը թույլ կտա ավելի ճշգրիտ պատկերացում կազմել ոլորտի ներուժի մասին։ Կցանկանամ նաև հաջորդ կարևոր նպատակին անդրադառնալ ռազմավարական, դա երկրաբանական ծառայության ստեղծումն է, որի շուրջ այսինքն գործուն քայլեր են իրականացվում։ Մենք ԵՄ-ի հետ ունենք շատ լավ համագործակցություն այս հարցում, ԱՄՆ-ն հատկապես օգոստոսի 8-ից հետո մենք շատ համագործակցության եզրեր ենք գտել և այդ ուղղությամբ ուզում ենք առաջ շարժվել, օգտագործելով միջազգային լավագույն փորձը, և մենք ուզում ենք ստանանք ծառայություն, որը լրիվ նոր որակի կլինի, նոր հարթակ, նոր հզորություններ կունենա և մասնագիտական, և տեխնիկական, և կարողանա ոլորտում իրականացնել միասնական քաղաքականություն։ Փոխնախարար Վարդանյանը նշել է, որ նպատակն է Հայաստան ներգրավել լավագույն փորձ ունեցող միջազգային ընկերություններ, որոնք արժեք կստեղծեն։ Նա հավելել է, որ նախարարությունն արդեն իսկ բազմաթիվ նամակներ է ստանում օտարերկրյա ներդրողներից, ինչը վկայում է ոլորտի նկատմամբ աճող հետաքրքրության մասին։ Ֆորումի շրջանակում Հայաստանի հանքագործների և մետաղագործների միությունը և Հայաստանի էկոնոմիկայի նախարարությունը ստորագրել են գործակցության հուշագիր։ Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը հայտնել է, որ պետական և մասնավոր հատվածները կաշխատեն միասին, աջակցելով միմյանց բարեփոխումների իրականացման գործում։
Բոլոր նախաձեռնությունները, որոնք ոլորտին վերաբերում է, առաջին հերթին քննարկենք ոլորտի շահագրգիռ կազմակերպությունների այդ միությունների հետ, նոր անցնենք, այսպես ասած, հաջորդ ընթացակարգերին, այսինքն եթե օրինակ էկոնոմիկայի նախարարությունը հանքարդյունաբերության վերաբերյալ որևէ նախագիծ կներկայացնի հանրությանը, ապա դա ամենայն հավանականությամբ արդեն իսկ քննարկված է։ Իհարկե կարող է համաձայնեցված չլինի, մենք պարտադիր չի, որ մենք համաձայնեցնենք, բայց քննարկում ենք, իրենց լսում ենք, իրենց դիտարկումները հաշվի ենք առնում, հետո նոր նախաձեռնությունները առաջ են գնում։ Կազմակերպիչներն ակնկալում են, որ ֆորումը հարթակ կդառնա ոլորտի առջև ծառացած խնդիրների լուծմանն ուղղված գործնական քայլերի մշակման համար։ Իդեպ Հայաստանում մեր հիմնական արտահանվող ապրանքի պղնձի պաշարները գնահատվում են մինչև 1.5 միլիոն տոննա։ Գունավոր այս մետաղի գները միջազգային շուկայում նորանոր ռեկորդներ են սահմանում։ Աճում է նաև արտահանումը։ 2023 թվականին Հայաստանից արտահանվել է 8.500 տոննա, 2024 թվականին 9.500, իսկ այս տարվա առաջին 5 ամիսներին 9600 տոննա պղինձ։ Ռեկորդներ է սահմանում նաև ազնիվ մետաղը, ոսկու բորսայական գինը պատմության մեջ առաջին անգամ գերազանցել է 31 գրամին համարժեք 1 տրոյական ունցիայի համար $3900 նշագիծը։ Հայաստանում մաքուր ոսկու պաշարները հասնում են 300 տոննայի, պոտենցիալ պաշարները 400 տոննայի։ Նարնե Ղուկասյան, Rio Open Media։